Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, ասում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը։ Թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում։ Մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի հայ քնարերգության խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է։ Հովհաննես Հովհաննիսյանի եւ Հովհաննես Թումանյանի հետ Իսահակյանը հայ դասական քնարերգության հիմնադիրը եղավ։ Քու հողին մեռնեմ, անքին հայրենիք, ախ քիչ է թե որ մի կյանքով մեռնեմ, երնեք ունենամ 1000 ու մի կյանք, 1000-ն էլ սրտանց քեզ մատաղանեմ։ Իսահակյանի վաղ շրջանի քնարերգությունը աչքի է ընկնում զարմանալի պարզությամբ, ներքին խոր գրավչությամբ, բանաստեղծական ձևերի զրնգուն եւ շուտեղ կատարումով։ Անմիջական ու պարզ բանատողը մեղեդային էր, լի շիրակյան գույներով ու ջերմությամբ։ Մերձավորի ու մարդու հետ այդ բանաստեղծությունը խոսում էր ամենապարզ հարցերից ու ամենամարդկային խնդիրներից։ Ես երգիչ եմ, երկնի թիթեռ, ես գանձ չունեմ լեռ ու բեռ, ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ, ծաղկի բուրմունք, կույսի սեր, ես սիրում եմ մրմունջ, տրտունջ, տանջված սրտի երգ ու վերք։ 1897 թվականին Իսահակյանը հրատարակում է բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, երգեր ու վերքեր խորագրով։ Զրնգում էր բանաստեղծի հոգին բնության ու սիրո խոր զգացողությամբ, երգում էր նա անուշ ու տրտում երգեր, սիրտը մարդկանց ու աշխարհին պարզած։ Սիրտս երկինք է, ամեն արարած աստ ունի այնտեղ, գահ ունի այնտեղ։ Մեծ համամարտկային սիրով նա կապվում էր ամենքի հետ, վարակելով մարդկանց զգացմունքի ջերմությամբ և ուժով։ Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ, իմ մեջ երկինքն է երգում, բռնկում է սիրո հրդեհն, վշտի հեղեղն աղմկում։ Եթե սիրո վառ հրդեհից մի նսեմ կայծ սևաչյա, վառ սրտումդ միայն շողա, բուրըն հույզերով կայրվիս։ Անրջային հեռուներում բողոքում էր վիրավոր ավեր մի սիրտ, մորմոքվում էր կսկծում, ով է լալիս միգում այդ խավար։ Բանաստեղծի վիշտը համատիեզերական էր, խորն ու անամոք։ Ամսավերջին ապրելի միտքս խոցուն ելատաշտ, բնությունը կրգեց ինձ ինչպես մի մայր սիրաշատ, շուրջս փրվել էր հրաշք, առավոտն էր բողբոջում, նժուքի պես ոսկեպաշ արեքավներ վրնջում, հավքերն ուրախ երգեցին, ինձ ժպտացին ծիրուսես, որ իրենց պես սրդակո դվարդ լինիմ իրենց պես։ Այս նոր տարվա առավոտ, երբ որ քնից զարթնեցի, ավաղ մերոնք միտ ծնգան և սուրբ վայր իշեցի։ Տեսա գյուղի տունը մեր, ջրաղացի ծայննանուր, մեր մեծ թոնիրը վառ էր, նորահացի հոդնանուր։ Հայրս եկել քաղաքից, քույրիկիս ու ինձ համար, բերել էր թանկ նվերներ, նորզգեստներ ծաղկավառ։
Իսահակյանի քնարերգությունը իր մեջ էր առնում մարդկային կարիքի, հոգսի, վշտերի ու տառապանքների իրական ու տեսանելի աշխարհը։ Հրանալով փոքր-ինչ վերացական այդ տրամադրություններից, որոնք հատուկ էին երգերի ու վերքերի քնարական միջավայրին, բանաստեղծը դառնում էր աշխարհի խեղճ տղերքի սոցիալական բաղձանքների թարգմանիչը։ Ախ, մեր սիրտը լիքը դարդ ցավ, օր ու արև չտեսանք, վախ մեր կյանքը սևով անցավ, աշխարհից բան չիմացանք։ Հարուստ մարդիկ կուտեն, խմեն աշխարհի ճոխ սեղանից, մենք աշխարհի խորտ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից։ Խեղճ աղքատը դառը դատի, դատարկ նստի, էй աշխարհ, էլ ինչու ես քարը թողնում քարի վրա, քար աշխարհ։ 1890-ական թվականներից մինչև 1930-ական թվականները որոշ ընդմիջումներով Իսահակյանը սովորել, ապրել և ստեղծագործել է Եվրոպայում։ Նրա քնարերգության գլուխգործոցներից շատերը «Մաչկալ ես, բեզարած ես, դարդս լացեք, հայրենիքես հեռացել եմ, իմ ճամփեն ոլոր մոլոր» ստեղծվել են պանդխտության հոգեմաշ ու տխուր օրերին։ Հայրենիքից հեռացել եմ, խեղճ պանդուխտ եմ, տուն չունի, ազիզ մորես բաժանվել եմ, տխուր տրտում քուն չունի, սարենք ու գակ, նախշուն հավքեր, ախ իմ մորս տեսել չեք, ծովենք ու գակ մարմանդ հովեր, ախր բարև վերել չեք։ Ստոլիպինյան ռեակցիայի ծանրագույն տարիներին Իսահակյանը գրեց Աբու Լալա Մահարի պոեմը։ Վարպետը մի առիթով խոստովանել է. Աբու Լալա Մահարին իմ հոգու զավակն է, խորթ չէ ինձ այդ դժբախտ հորետեսությունը։ Քայքայվող բուրժուական հասարակության սոցիալական ու բարոյական ողջ էության դեմ է ուղղված Իսահակյանի հորետեսությունը։ Իդեալների կորուստ և հասարակական ու բարոյական բոլոր նորմերի փլուզում, ոչ մի բան չի կարող փրկել դեպի կործանում գահավիժող մարդկություն կոչված ցեղը։ Աբու Լալա Մահարու այս համոզումը ծնվել է բուրժուական հասարակության օրենքի, իշխանության, ընտանիքի ու բարոյականության խոր ճանաչումից։ Ամեն ինչ այստեղ առուծախի է, ենթակա շահի հրամայականին, ոչ մի սրբություն, ոչ մի անապական անկյուն։ Ույր ու գուլ մարդիկ առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, իրար կոկորդից պատառ է քանում և դարձնում աշխարհն ահավոր ջհնեմ։ Մահարին մղվում է դեպի լուսավոր ու բարի արևը, կենդանության զարմանահրաշ ու միակ գեղեցիկ աղբյուրի հավիտենական գտածրտության մեջ որոնելով փրկության ու վերապրումի հնարավորություն։ Եվ ոսկե փրփուր ծիրանին ուսին, Աբու Մահարին մեծ բանաստեղծը թռչում էր անդուլ, հաղթական ու վեհ դեպի արևը, անմահ արևը։ Երկար թափառեց Իսահակյանը Եվրոպայում, շատ բան տեսավ ու լսեց, բայց հայրենիքը միշտ էլ կանչում էր նրան, մայրական անուշ երգի պես։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք և լծվեց նորոգ երկրի հոգևոր վերածննդի գործին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Իսահակյանը մի անգամ ևս շողացրեց իր երգի սուրը։ Հայրենասիրական զգացմունքներով ծովացած քնարական ոտանավորներում դրսևորվեցին մեծ քաղաքացու լավատեսությունն ու հավատը մեր հայրենիքի հաղթանակի հանդեպ։ Եվ բնության ծիրերից դուրս, անհունի մեջ անուրջի, ես ապրում եմ հավերժաբար, առանց վշտի ու տենչի։